Գավառում երբևիցե եղել եք։ Եթե եղել եք, համոզված եմ երեկոյան ոչ մի բան չեք ունեցել անելու եւ ընկերներով հանդիպելու, հավաքվելու ինչ որ վայրեր չեք գտել, որպեսզի այցելեք եւ վերջում գնացել եք տուն։ Ես Նարեկն եմ Գավառի Կարմիր գյուղ համայնքից, ինչի եմ շեշտում Կարմիր գյուղ համայնքից, որովհետեւ օրվա ընթացքում գրեթե 12 ժամ եւ ավել ես գտնվում եմ Գավառ համայնքում եւ իմ բնակավայրից որոշակի հեռավորության վրա եմ լինում, բայց հիմնականում աշխատում ենք մեր կազմակերպությունով համայնքի ընդհանուր զարգացմանը միտված ծրագրեր իրականացնելու միտված եւ այս խնդիրը ինչի համար եմ ես սկզբից նշում, որովհետեւ երբ որ չկան տարածքներ, որտեղ որ մարդիկ կարող են դուրս գալ եւ զբոսնել, իրենց ազատ ժամանակ անցկացնել, ինչու՞ չէ նաեւ դասընթացներ անցկացնել բացօթյա միջավայրերում, մարդիկ սկսում են եւ համայնքից կտրվել եւ հենց իրենցից հեռանալ։ Ու այս զգացողությունները տալիս է մարդկանց շատ վատ զգացողություններ, համայնքի հանդեպ պատկանելիության զգացման բացերը տալիս ու եւ մտքով եւ ֆիզիկապես մարդկանց հեռացնում է համայնքներից ու բնակավայրերից։ Այս խնդիրը քննարկեցինք մենք Restart Գավառ երիտասարդական ՀԿ-ում։ Ես ինչքան էլ խոսեմ, այս ամեն ինչը թիմի աշխատանքի մասին է, այս միանձնյա որոշումներ չէր եւ ամեն ինչի հիմքում ընկած է թիմը։ Քննարկումների արդյունքում հասկացանք, որ մենք չունենք բացօթյա միջավայրեր, որտեղ կարող ենք դուրս գալ, նստել, դասընթացներ անցկացնել, վերջիվերջո երիտասարդներ ենք եւ մեզ էլ է պետք դուրս գալ եւ մի քիչ մենք էլ կտրվենք մեր առօրյայից։ Երևանում այդ խնդիրը մի քիչ այլ է, այստեղ կան այգիներ, չգիտեմ, սրճարաններ եւ ամեն ցեվ հնարավոր է այդ ժամանցը ապահովել, սակայն մարզերում այդ խնդիրը շատ ակնառու է եւ հաճախ երիտասարդները բախվում են այս սոցիալական խնդիրներին, որը նաև առիթ է հանդիսանում, որպեսզի համայնքները լքեն երիտասարդները։ Քննարկման արդյունքում հասկացանք, որ չունենք նմանատիպ տարածք եւ այդտեղ գաղափար առաջացավ իրականացնելու Restart զոնա բացօթյա միջավայրի ստեղծումը, որը այդ ժամանակ մեր համար շատ անիրատեսական էր, քանի որ չգիտեինք թե որտեղ է լինելու, մասնակցային բյուջետավորումը իրենց ընդհանրապես ինչ է ներկայացնելու եւ մենք ինչ ունենք այդտեղ անելու։ Քննարկման արդյունքում մենք միշտ համագործակցում էինք թիմի հետ եւ փորձում էինք հասկանալ, քանի որ ինքը նոր էր եւ մեր համար եւ նաեւ թիմի համար, համայնքի համար, բնակիչների համար ինքը նոր գործառույթ էր, որը որ պետք էր դրվեր համայնքներում։ Քննարկումների արդյունքում հասկացանք, թե ինչպես պետք է լրացնել հայտը եւ դիմել։ Դիմեցինք, որին հաջորդեց մի քանի գործառույթեր։ Խոսքը 2 տարի առաջվա մասին է։ Մենք հենց Գավառը ընդունեց մասնակցային բյուջետավորումը, մենք փորձեցինք ներգրավել process-ներում։ Դիմելուն զուգահեռ կարիք կար հասկանալու, թե այդ որտեղ պետք է մենք իրականացնենք, ինչպիսի տարածքներ կան, որը որ հնարավոր է իրականում օգտագործել, եւ մի քանի տարբերակներ ունեինք։ Ես կխոսեմ նաև ձախողումների մասին, որովհետև շատ կարևոր է ֆիքսել այն անհաջողությունները, որը այդ ճանապարհին մենք ունեցել ենք։ Կար իրազեկման խնդիր, բնակիչները չգիտեին ինչ է մասնակցային բյուջետավորումը, չգիտեին ինչպես քվեարկել դրանց համար, եւ կար տեխնիկական խնդիրներ, այսինքն այգի, ինչ ենք մենք պատկերացնում, նստարաններ, սեղաններ, լույսեր, հոսանքի հարմարավետություններ, եւ այս քննարկումների արդյունքում կար մի տարածք, որտեղ որ ավելի երիտասարդական էր, ավելի հնարավոր էր, որ այդտեղ իրականացնել, նպատակահարմար էր, սակայն ինքը Գավառ համայնքի բալանսում չէր, այլ պատկանում էր որևէ պոակի։ Գնացի բանակցությունների իրենց հետ, սակայն շատ հիասթափեցնող էր այդ բանակցությունները, քանի որ նրանք մերժեցին, ու առաջի ցավը եւ հիասթափությունը այդտեղ տեղի ունեցավ։ Շատ հետաքրքիր մի բան ասեցին այդտեղ, որ մինչև հիմա ես հիշում եմ, նշեցին Կարմիր գյուղից եկել ես Գավառ, որ ինչ-որ բան փոխես, ու այդտեղ իմ մեջ արթնացավ մի հատ հետաքրքիր զգացողություն, որ այո, ես եկել եմ ու կա գաղափար, կա թիմ, կա ցանկություն ամենակարևորը եւ մենք դա փոխելու ենք։ Ուզած թե չուզած։ Ձեր տնօրինության տակ է այս այգին, օքեյ, մենք ոչ մի բան չենք անի այստեղ, այլ կգտնենք հանրային տարածք, որտեղ որ իրականում հնարավոր կլինի դա իրականացնել։ Համայնքապետարանից խնդրեցինք համայնքապատկան տարածք, տվեցին այն շատ անբարեկարգ էր, ինչպես մնացած բոլոր բացօթյա միջավայրերը,
Եվ փորձեցինք ծրագիրը իրականացնել։ Ծրագրի ողջ ընթացքում թիմը ներգրաված է եղել այդ process-ներում։ Քվեարկության մասին իրազեկել, հոլովակների ստեղծում, մարդկանց քայլ առ քայլ ներկայացնել, թե ինչի մասին է ընդհանրապես մասնակցային բյուջետավորումը։ Այժմ լսում ենք տարբեր կարծիքներ, որ մասնակցային բյուջետավորումը SMS քվեարկության միջոցով է, չգիտեմ, ինքը ձեր ձայն եք տալիս դրան, բայց կա գործընթաց հստակ, որը ուրախանալու առիթ է մեր ողջ հասարակության համար, որովհետև սա ժողովրդավարության մի հատ կարևոր գործիք է, որը մեր երկիրը ձեռք բերեց, այն կարիք ունի փայփայելու ու կարևոր է գիտակցելու, թե ինչպես է այդ աշխատում։ Այդ եթե ճիշտ չհասկանանք ինչպես է աշխատում, այդ սխալ գնալու է այդ process-ը, ու մի քանի տարի հետո այն սերունդները, ովքեր որ կբախվեն մասնակցային բյուջետավորման հետ, կունենան խնդիրներ։ Դրա համար կարևոր էր հասկացնել եւ բացատրել մարդկանց, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը, որ սա իրենց քվեն է, իրենց ձայնն է, որպես համայնքի բնակիչ, իրենք ունեն այդ հնարավորությունը, իրենց մեկ ձայնով, մեկ կարծիքով իրենք մասնակիցը լինեն մեկ լավ գաղափարի իրականացման գործում։ Այդպես քվեարկության արդյունքում մենք հավաքեցինք 34 ձայն առաջի տարում, քանի որ նոր էր, շատ քիչ կարողացանք իրազեկումը իրականացնել եւ եթե հիշում եմ, ավելի շուտ կենտրոնացել էինք իրազեկման վրա, գործընթացի վրա, ոչ թե քվեարկության վրա։ Բարեբախտաբար անցավ այդ ծրագիրը ու իրականացրեցինք, ընդհանուր մինչեւ աշխատանքային փուլում մենք ներգրաված ենք եղել։ Հաջողությամբ ավարտեցինք, բայց քանի որ ինքը բացօթյա միջավայր էր, կարիք կար իրեն գարնանը օգտագործելու եւ նախորդ տարվա ընթացքում լինում էին շատ դեպքեր են եղել այգու հետ կապված, որ կուզեմ շեշտեմ, որ մարդիկ գիտակցեցին, որ դա մեր սեփականությունն է։ Restart գավառը ստեղծել է Restart զոնա եւ դա պատկանում է իրենց։ Այսինքն, եթե այգին ունի խնդիր, կարելի է դիմել Restart զոնային։ Հիշում եմ միտեղ, երբ որ մի կին անծանոթ Messenger-ով ինձ զանգեց, սովորաբար ես Messenger-ով զանգեր չեմ ստանում, եւ նշեց, որ լույսերը այգու կոտրվել են եւ կարիք կա դրանք վերանորոգելու։ Ես զգացի պատասխանատվություն եւ փորձեցինք առաջին իսկ գնահավորության դեպքում այդ խնդիրը լուծել։ Ճիշտ է, ամենքապետարանին տեղեկացրեցինք, որ նմանատիպ խնդիր կա եւ փորձեցինք մեր միջոցներով նաեւ, չգիտեմ, լույսերի գնում անենք, գնանք մենք որպես ֆիզիկական ուժ այնտեղ փորձենք ներդրում ունենալ եւ փորձեցինք այդ խնդիրը տեղում լուծել, որտեվ երեկո էր գալու եւ մարդիկ ուզում էին տեսնեին այդ այգին գեղեցիկ եւ մենք մի փոքր նաեւ պարտավորվածություն էինք զգում։ Ինչի համար եմ այս ամեն ինչը պատմում, որ ավելի པարզ լինի, որ այս գործընթացի հիմքում մենք զգում ենք մեզ տեր այդ համայնքի հանդեպ, մեր կատարած աշխատանքի հանդեպ եւ մենք փորձելու ենք հաջորդիվ ծրագրերում մեր ներդրումը ունենալ։ Այս տարի մենք չենք դիմել, բայց զուգահեռ հետևում ենք եւ ամեն ձև աջակցում ենք տարբեր ծրագրերի։ Մեկ ձայնը, մեկ քայլը, մեկ քվեարկությունը հնարավոր է փոխի ամբողջ մեկ այգի, երկու այգի եւ կարող է փոխել ամբողջ համայնքը։ Եթե այս գործընթացին մենք հետևենք ճիշտ եւ հետեւողական, մենք կունենանք ավելի բարեկարգ համայնքներ, ավելի զարգացած բնակավայրեր։ Շնորհակալություն հնարավորության համար։